Պարոն Մամելյան, նախ քարոզարշավի հետ կապված ինչ տրամադրություններ են, շփումները քաղաքացիներից ինչ է արձանագրում։ Նայեք, սենց ասեմ, մի ամիս առաջվա հիմիկվա մեծ տարբերություն կա։ Պարզերևում է, որ մարդիկ ավելի կողմնորոշված են, ավելի վստահ են վաղվա օրվան, եւ այս փոփոխությունները պարզերևում է մարդկանց մոտեցումների առումով եւ արդեն շատերի դեպքում նկատել է եւ ընտրություն իրենց կատարել են եւ ընդհանրապես պետք է վերջին մի շաբաթ ավելի ակտիվ աշխատել։ Զուգահեռ իշխանության քարոզարշավի ժամանակ դնում ենք ավելի կոշտ դրանում են, հա, հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի խոսույթը այս մասում Գիտեք, ինձ թվում է այս քանի օր դուրս ենք եկել վերջին մի շաբաթվան, այդ արտահայտությունների կոշտացումը ինչ որ առումով նորմալ է։ Ես կարծում եմ մեր ուժեղ Հայաստանը պետք է շատ ավելի կոշտ լինի արտահայտությունների մեջ, բայց միաժամանակ եւ որ գործող իշխանություններն են դեց անում, սա ցույց է տալիս, որ նաեւ այն վախերը, որ կա իրենց մեջ, իրանք վստահ չեն իրենց ուժերի մեջ, փորձում են աշխատեն վախերի վրա բայց դա միշտ չէ որ աշխատում է։ Օրինակ մարզերում բարձերում է որ կա որոշակի վախի մթնոլորտ, բայց դա դեռ չի նշանակում այդ վախեցած մարդը կգնա քվեարկության օր իրանց կքվեարկի, այլ հակառակ դա կարող է լրիվ հակառակ էֆեկտ ունենա։ Վերջին շրջանում ԵՄ եւ ԵԱՏՄ այս հարցի շուրջ, նաեւ այսօր Նիկոլ Փաշինյանը առավոտյան նախքան քարոզարշավը սկսել է խոսել հավասարակշռված այդ բալանսավորված քաղաքականությունից, եթե հետևել եք այս մասով, ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ կապված։ Նայեք, ԵԱՏՄ-ի Ներողություն Ռուսաստան շատ կոշտ եւ հստակ հնչում են այդ ամեն ինչ է սպասում, եթե նայեք, ԵԱՏՄ-ի նամակից բարձ է դառնում, որ իրանք ուզում են հասկանան Հայաստանը ինչ քաղաքական կուրս է ընտրում։ Առավել եւս որ գիտեք Հայաստանի խորհրդարանը ազգային ժողովը ընդունել է օրենք Եվրամիությանը դեպի Եվրամիություն գնալ։ Դե քանի որ դա օրենքի մակարդակով է, բնական է ԵԱՏՄ-ն էլ հարց է առաջացնում։ Դուք ո՞նց եք գնում դեպի ԵՄ, եթե ԵԱՏՄ անդամ եք, որտեղ ԵԱՏՄ անդամ լինելը դա որոշակի տնտեսական քեզ առավելություն է տալիս։ Մենք շատ ավելի էժանով վերցում ենք էներգակիրներ ԵԱՏՄ երկրներից։ Մեր ապրանքները առանց հարկման ուղարկում ենք, առանց մաքսայինի ուղարկում ենք այդ շուկա, հասկանալի է, ուզում են հասկանալ, եթե դուք պատրաստվում եք Եվրամիության անդամ դառնալ, եկեք դուրս եկեք մաքսային այս համակարգից, մի օգտվեք սրանից, ձեր գործը գնացեք ԵՄ, բայց հասկանում ենք, որ սրանք երկակի խաղեր են խաղում զուտ աթոռը պահելու համար, բայց սա շատ ծանր իրավիճակ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար, իսկ իրանք մտածում են իրենց աթոռների մասին։ Այդ փոխարինը հայտարարում է, որ Սիսիփուս 3 ատոմակայան են կառուցել եւ Դա ամենամեծ Դա մեծագույն կեղծիք է, սեփական գազ չեն կարող ունենալ, արևային էներգիայով ատոմակայանին չեն կարող փոխարինել, այդ դրա մեջ ոնց ասած գաղտնիք չկա։ Ուսումնասիրեք Եվրոպայի օրինակը, որը երկար ժամանակ նույն բաներ ասում, 20-ից 10 տարի առաջ, բայց արդեն 4-5 տարի է իրանք լրիվ հակառակ քաղաքականություն են տան։ Հիմա ասում են որ ատոմակայանը փակելը եւ Գերմանիայում, մյուս երկրներում Իսպանիայում սխալ էր, որ արևային կայաններով չեն կարող, օրինակ արևելա եվրոպական երկրներից շատերը հրաժարվել են արևային կայաններից, որտեղ նախկինում ինքը աշխատում էր, քանի Եվրամիությունը սուբսիդավորում էր։ Հենց որ Եվրամիությունը դադարեց սուբսիդավորել, օրինակ Չեխիան, Սլովակիան, այս մանր Ռումինիան, իրանք բոլորը հրաժարվեցին արևային կայաններից, որտեղ կամ պիտի էլեկտրաէներգիա գինը կրկնակի բարձրացնել իրենց գնորդների համար, ինչը չեն կարող, ասենք Սլովակիան չի կարող դա անի, Գերմանիա բնակիչը չկարա անի թանկ վճարի, բայց Սլովակիա բնակիչը չի կարող։ Այսինքն սեքան կեղծիքներ, ստախոսություն, մանիպուլյացիա եւ PR սեփական, սա է։ Օրինակ այսօր Խաչատուր Սուքիասյանը ասաց, որ կա երկիր, որ ավելի էժան գազ է մեզ առաջարկել, սակայն չտվեց երկրի անունը։ Սուտաս Խաչատուր Սուքիասյանը ստում է, որտեղ ես շատ լավ գիտեմ այդ գազի շուկաները, գիտեմ ով ինչ գազ առաջարկ է, եւ ոչ մի երկիր էլ Իսպան չունի ավելորդ գազ մեզ տա։ Ադրբեջանի ամբողջ գազը կարելի ասել գնված է Եվրամիության կողմից ու բառացիորեն Երևանից հետո Իտալիայի վարչապետը գնաց Բաքու նոր պայմանագրեր ստորագրելու։ Մյուս երկիրը, որը ունի գազ, դա Իրան Իսլամական Հանրապետություն, բայց Իրանը ինքը հիմա խնդիր ունի ու գները ես կարող եմ ասել, նույն Ադրբեջանը իր գազը վաճառում է Թուրքիային $300,
Իրանը իր գազը վաճառում է նոր նույն Թուրքիային $400. Բայց կեն այն գինը, որը մենք վճարում ենք, մոտապես $170. Այդպես գին չկա։ Մեզանից ավելի էժան գին գնով Ռուսաստանը վաճառում է Բելարուսիային։